Իդերը դնում են երկերում, ձերքերը հանում են, ոտքից սուղում են պարսատները, սուղում են մեքենաները, մեր էջենագետերի զինծառայողները պատմում են ադրբեջանցիների ձեռքին, որտեղ դնում է հետ ասուղով ու Ազերիստան սուղում է մեր զինծառայողներին։ Ինչ է թույլ տալիս նման նվաստացում մեր զինծառայողների նկատմամբ։ Կարող է Պուտինի կոշիկները վիզելուց բողոքողների իշխանությունը հիմա անցել է Վալիեի կոշիկների։ Հաջորդ հարցը ուղտեղի հետ կապված։ Դուք հետև նշեցիք Շաքարյանի հետ կապված։ Մի հարց ենք պատասխան թե Երկու րոպեի ուղտեղի հետ կապված Շաքարյանի ամուսը կրանալ, բայց նա միակը չկանի, որ մասնակցել է ուղտեղին, դեմքերով իքսված են և մի շարք մարդիկ կան։ Բոլորը այդպես հանկարծ դարձան բաղադրասաններ և պարարակի մասնային զույգերում է, որ գլխահրաշ Ստեփանյանը նույնպես մասնակցել է Մանեի Գարգարյանի քաղաքականության գլխավոր վարչության պետ գեներալ Վրա Ստեփանյանի մասնակցել և ոչ միայն նա, Էրիկյանի և տեսնելով և համատեսների։ Հաջորդը ռազմական հետ կապված Ադրբեջանի դժգոհություններ կան, դուք ռազմական գերմանացությունը տարածել ռազմական խոսքում, բայց նախորդ տարվա համեմատությունների և Ադրբեջանի մասերի ավելացումը այսը բան առաջան խաղաղության գնացող Ադրբեջանի Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն, ես խոսամ մեր ծախսերի մասին։ Ես ինչպես նշեցի, վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է զինված ուժերի հատկացվող դրամական միջոցների թիվը, նշեցի 18 թվականի նկատմամբ այն կազմում է 1.1 միլիարդ $, այն պարագայում, երբ 18 թվականին դա կազմել է մոտարապես 640 միլիոնի կարգի, եթե դրանք համեմատության մեջ տնեք, կտեսնեք ինչ էական փոփոխությունների մասին է։ Նշեցի, որ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ և մեր ողջ տնտեսությունը գամել սպառազինության ձեռքբերմանը և ըստ էության տնտեսության քանդմանը, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն ձեռքբերումները, որը ոչ մի կերպ չեք ուզում տեսնել, ընդ որում հիշեցնեմ, որ սիրելի լրագրողների այն հատվածին, ովքեր պատրաստակամություն էին հայտնել գալ, ես անձամբ ուղեկցել եմ և ցուցադրել եմ վերջին տարիներին ձեռքբերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները և իհարկե անկեղծ լինելու պարագայում կարող եք հաստատել, որ դրանք իրոք լուրջ ձեռքբերումներ են և չի կարելի սրա հետ հաշվի չնստել։ Ինչ վերաբերում է մասնակցությունները, ես նշեցի, այո, հերքում եմ, որ որևէ հրաման կամ հորդոր ինչ-որ մեկին եղել է։ Հերքում եմ, ևս մի անգամ հերքում եմ։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է այն հարցին, որը ահազանգ չի, դրա մասին բազմիցս առիթ ունեցել է հնչեցնելու Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, ընդ որում լրատվական չի թողել, բոլոր տեղերում գրանցել դրա մասին հարցազրույց է տվել։ Ուրեմն խնդիրը վերաբերում է դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին, ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն ցավոք, այսինքն ընտրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու, բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված իջելու մեջ, մյուս ընտրանքը, մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն, փաստացի և ըստ էության այն ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում։ Այն ինչ նկարագրում եք, դա տեղ, չէ, ձեր ասացի մեջ ինքնին հակասություն կա, 14 օրվա հերթապահություն գնացողը, ասում եք 2 օրվա սնունդ ավերտ, բա ինչ ա ուտում, 12 օր ինչ ա ուտում, հատ հարցրել եք ձեզ։ Լավ, պահեստատուփը չեն ուտում, պահեստատուփը կրակելու համար է, 2 օրվա սնունդ նշում եք, ինչ ա ուտում 12 օր։ Նկատի ունեմ, այո, կա իրականություն, որը հետևյալն է, մեր զինվորները անցնում են ոչ, ասում այս պահին, մենք նման իրականություն չունենք, անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով։ Հիմա
հերքում եմ։ Ասում եմ չես ստուգում, քանի անգամ ասեմ հերքում եմ։ Հերքում եմ, հարիցս հերքում եմ, ոնց ասեմ։ Շնորհակալություն բանալար, եւ նաեւ հավելել, որ մենք նաեւ ազերբայջանցի ենք, նշելով, որ զինվորների բաժանումների հերթափոխել իրականացման բնականում։ Շնորհակալություն հաջորդվածը։ Չէ, այստեղ ուրիշ հարց կա։ Նաև դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրում, ինչ որ լվացվելու արարողություններ, չգիտես ինչեր, խոսքը այդ դիրքերի մասին է, այդ դիրքի մասին է կոնկրետ։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց։ Հարց տվեք, ասեք, այդ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում։ Հարգելի նախկին պաշտոնյաներ։ Լուսինե ջան, բարևել են տալիս, գուցե զրուցում են, բնական process է։ Դուք հիմա կարող եք նկարագրել մի իրավիճակ, երբ որ կարող է առաջանալ որոշակի լարվածություն, առաջացել է։ Այս փուլում ի ուրախություններ եւ ի տխրություն շատերի նման խնդիրներ չեն առաջանում։ Բացարձակ չեն առաջանում։ Ես կարող եմ ասել, որ ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում։ Եթե սրանով բավարարված եք, այսքանով ավարտենք։ Շնորհակալ եմ։